Բարև ձեզ։ Մահաբեր դեկտեմբերի 7-ից անցել է 35 տարի, բայց մենք այդպես էլ չսովորեցինք այդ օրվա ալգորիթմը։ Գոնե այնպես, ինչպես դա անում են Հիրոսիմայի ու Նագասակիի բնակիչները ատոմային արհավիրքից հետո։ Իսկ մենք գիտենք ինչ է կատարվել մեր ընդերքի հետ ավերիչ երկրաշարժ վերնագրի տակ։ Երբևէ խորել ենք Արցախյան զարթոնքի ու անպատմելի ոռնոցով պատուհասած ցնցումների միաժամանակության մասին։ Որևէ մեկը հիշում է Գորբաչովի դեմքը, երբ փլատակից դուրս բերված գյումրեցին հարցնում է ԽՍՀՄ վերջին նախագահին, իսկ ինչ է լինելու Արցախի հարցը։ Եվ առհասարակ մենք չափել ենք դեկտեմբերյան աղետի բերած տեկտոնական բեկումը մեր երկրի հետագա ճակատագրում, այդ թվում եւ քաղաքական։ Այստեղ է, որ դեկտեմբերի 7-ի տանիքի տակ մտնելուց առաջ բարեխիղճ հայը երկար կմտածեր, ինչ է տալիս 35-ամյա առեղծվածային ցավին հարևան դառնալը։ Երկել հենց դեկտեմբերի 7-ին, այլ ոչ թե 6-ին կամ 8-ին։ Եթե Արցախին նվիրված բարեգործական համերգն այդ ողբերգական հարևանությունը ցուցադրելու համար է, ապա ուր է հարևանը, մեր պատմության 88-ը։ Իսկ եթե որոշել եք նույնացնել 1988-ի եւ 2023-ի աղետները, ապա միակը, որ կապում է այդ արհավիրքներն իրար, այն է, որ եւ աղետի գոտու եւ Արցախի պաշտպանության բյուջեները հարստահարվել են միևնույն կործանարար անկշտությամբ։ Հաջողություն։